Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, Սույն թվականի հունվարի 21-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են հանրության գերակաշահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը, որից հետո ներկայացված գրավոր առաջարկների հիման վրա նախագծերը երկրորդ ընթերցման փուլում դրամշակվել են եւ դրանցում ներառվել են մի շարք փոփոխություններ, հիմնականում հստակեցնող բնույթի։ Հաշվի առնելով, որ ձեր քննարկման ներկայացվել են նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկները, որոնցում մանրամասն ներկայացված են նախագծերում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին հիմնավորումները, այժմ միայն կներկայացնեմ կատարված հիմնական փոփոխությունները։ Այսպես, ինչպես գործող օրենքի, այնպես էլ իներցիայի ուժով նախագծերի կարգավորումներից զգալի մասը վերաբերում էր միայն անշարժ գույքերին, հաշվի առնելով, որ հանրության գերակա շահի ապահովման նպատակով կարող են օտարվել նաև շարժական գույքեր, նախագծերում կատարված լրացումներն ուղղված են առանձնահատուկ տեսակի գույքերի վերաբերյալ կարգավորումներ նախատեսելուն։ Օրինակ, հստակեցվել են կադաստրից բացի գրանցում իրականացնող իրավասու այլ մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունները, նախատեսվել են դրույթներ, որոնք կիրառելի են ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքերի նկատմամբ։ Նախագծերով հստակեցվել են գրավի իրավունքով ծանրաբեռնված գույքերի օտարման առանձնահատկությունները։ Նախագծից հանվել է ձեռքբերողի հաշվին եւ կազմակերպմամբ տնտեսական կամ գործառութային նշանակության կանխարգելման ուղղված միջոցառումներ ձեռնարկելու դրույթը, քանի որ օրենքի 5-րդ հոդվածի գույքի տնտեսական կամ գործառութային նշանակության կորստի ռիսկն արդեն նախատեսված է որպես սեփականության չօտարված մասի օտարում պահանջելու հիմք։ Քանի որ գույքի նկատմամբ կարող է հայցի ապահովման միջոց կիրառված լինել անձանց իրավունքների պաշտպանության նպատակով, նաև նախատեսել ենք փոխհատուցման գումարը հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ փոխանցելու հնարավորություն, որի դեպքում այդ գումարն օրենքի ուժով կփոխարինի արգելադրված գույքին, բացառելով դատավարությունների շրջանակում անձանց իրավունքների խախտումները։ Խոսելով դատավարական ընթացակարգերի մասին, կարևոր լրացումներ ենք կատարել նաև քրեական վարույթի շրջանակում արգելադրված կամ գրավադրված գույքի մասով հաշվի առնելով դրանց նշանակությունը։ Միաժամանակ սահմանադրական դատարանի որոշման կատարման նպատակով լրացումներ են կատարվել նաև դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու մասին քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներում, քանի որ սահմանադրությանը հակասող եւ անվավեր էր ճանաչվել միջազգային դատարան դիմելու իրավունք չունեցող անձի կողմից հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական եւ համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտում ճանաչվելու դեպքում վերանայման բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակումը։ Արդյունքում նախատեսվել է իրենց իրավունքների նույնաբովանդակ խախտման մասին տեղեկանալու պահից 3 ամսվա ընթացքում վերանայման բողոք ներկայացնելու այդ անձանց իրավունքը։ Բացի նշված լրացումներից, փաթեթում ներառվել է նաև արդարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծերի հիմնական նպատակներից է ապահովել հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության շարունակականությունը, անկախ դատական կամ այլ գործընթացի առկայությունից։ Այս մոտեցումը կիրառվել է նաև ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտերի, վարչական կարգով, բողոքարկման վարույթներում, նախատեսելով, որ վարչական ակտի կատարումն այդ վարույթներով կասեցման ենթակա չէ։ Վերջում կուզենամ նաև նշել, որ նախագծերի անցումային դրույթները նախատեսում էին առաջարկվող կարգավորումները հետադարձության կարգով կիրառելու, օրինակ նոր չափանիշներով գնահատումներ իրականացնելու դատավարական գործընթացները կասեցնելու կարգավորումներ, բայց իրավանորմերի կիրառելիության կանխատեսելիությունն ապահովելու նպատակով անցումային դրույթները խմբագրվել են եւ նախատեսվել են նախագծերի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ դրանք կիրառելու դրույթներ։ Ներկայացվածները նախագծերում կատարված առանցքային փոփոխություններն են, իսկ մյուս լրացումներն ու փոփոխություններն առավելապես խմբագրական բնույթ են կրում եւ բխում են հիմնական այս փոփոխությունների էությունից։ Ցանկանում եմ նաև հավելել, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ ձեռնարկատիրական գործունեության ընդհատման կամ դադարեցման մասով քննարկման առարկա էր դարձվել հատուցումները հարկային հաշիվների հիման վրա տրամադրելու մասին դրույթը, սակայն հարկ է ևս մեկ անգամ հստակեցնել, որ Ազգային ժողով վերջնական ներկայացված եւ հանձնաժողովի նիստում քվեարկված տարբերակով միայն սահմանված է, որ փոխհատուցումը տրվում է կառավարության սահմանած չափով եւ կարգով։